Արև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, ես ձեզ ողջունում եմ Պոլիտիքեմի YouTube-յան ալիքի եթերում, ձեզ հետ եմ ես Պորիս Մուրադից, եւ այս պահին մենք խոսելու ենք Գյումրու ընտրությունների արդյունքներից, որոնք արդեն արկա են եւ հասկանալի է ինչ պատկեր ունեն Գյումրիում։ Իշխանությունները ինչպես եւ սպասելի էր պարտվեցին, քաղաքացիական պայմանագիրը հավաքեց ընդամենը 36% ձայն եւ սա կարևոր ցուցիչ է, շատերը այս ընթացքում փորձում են այդ արդյունքներից դժգոհել, կարծել թե իշխանությունները լուրջ թիվ են հավաքել, իրականում այդպես չէ։ 36%-ը Հայաստանի նման երկրի պայմաններում, երբ անխնակ կերպով օգտագործվում է վարչական ռեսուրսը, երբ պետական պաշտոնյաները օրինական եւ ապօրինի միջամտություններ են ունենում ընտրական process-ի ժամանակ, երբ Գյումրիում էր կուտակվել իշխանական ողջ վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ սրան գումարած այն, որ Սարիկ Մինասյանը գոնե գյումրեցիների շրջանում փորձում էր տեղեկություններ տարածել, տպավորություն ստեղծել, թե ինքը քաղաքացիական պայմանագրի թեկնածուն չէ, այլ օգտագործում է քաղաքացիական պայմանագրի հարթակը քաղաքապետ դառնալու եւ գյումրեցիների համար իբրև թե լավ գործ անելու։ Ինչևէ, արձանագրեցին, որ իշխանությունները պարտվեցին, բավական դաժան պարտվեցին, էլի եմ կրկնում 36%-ը դա մեծ թիվ չէ, վարչական ռեսուրսի կիրառմամբ ցանկացած մարդ կարող է ցանկացած բնակավայրում, քաղաքում 25-30% ձայն հավաքել, եթե Սարիկ Մինասյանի փոխարեն, ասենք, լիներ որևէ մարդ չլիներ, չգիտեմ, կամ հայ չլիներ, հայաստանցի չլիներ, կարողանալու են այդքան ձայն վարչական ռեսուրսի կիրառմամբ հավաքել, այնպես որ գնահատում ենք իշխանությունների ձեռքբերումը Գյումրիում զրոյական։ Եվ հիմա արձանագրվեց հետևյալ պատկերը, որ ընդդիմությունը ըստ էության կարողացավ ապահովել մանդատների մեծամասնությունը իր դաշտում, ուրեմն հետևյալ պատկերն ենք ստացել մանդատների տեսքով, քաղաքացիական պայմանագիր, Սարիկ Մինասյան 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն Վարդան Ղուկասյան 8 մանդատ, մեր քաղաքը դաշինք Մարտուն Գրիգորյան 6 մանդատ, Իմ հզոր համայնք Ռուբեն Մխիթարյան 3 մանդատ, Մայր Հայաստան դաշինք Կարեն Սիմոնյան 2 մանդատ։ Քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ իրեն որևէ սատելիտ ուժ անցկացնել, Եվրադաշինք կոչվածը չկարողացավ անցնել, Մարտ թեկնածուն չկարողացավ անցնել, էլի այնտեղ ուժեր կային, որ դուրս մնացին process-ից, իհարկե կային նաև իրական ընդդիմադիրներ, որոնք չանցան, այնուամենայնիվ այս պահին ունենք իշխանության կողմը 14 մանդատ, ընդդիմության կողմը 19 մանդատ, այսինքն 5 մանդատով ավելին, քան ունեն իշխանությունները։ Ակնհայտ է, որ ցանկության դեպքում քաղաքացիական ներողություն ընդդիմությունը կարող է ձևավորել իր իշխանությունը Գյումրիում եւ դրա նախանշաններն էլ կան, ուրեմն ընտրություններից անգամ առաջ Կարեն Սիմոնյանը Մայր Հայաստանի թեկնածուն հայտարարել էր, որ Մայր Հայաստանը պատրաստ է աջակցել այն թեկնածուին, որը կհավաքի ձայների մեծամասնությունը, գյումրեցիների մեծամասնության վստահությունը կվայելի եւ առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի ակնկալիքի, սա մաքուր քաղաքական հայտարարություն էր, սա նաեւ արդար ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժի հայտարարություն էր եւ բնական է, որ ընտրությունից հետո այդտեղ որևէ բան չի փոխվել եւ այս մոտեցումը շարունակելու է մնալ այս ուժի մոտ։ Այսօր արդեն նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Մխիթարյանը, հայտարարությունը ընթերցում բառացի։ Պատրաստ է մեր ավականների կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Այս մասին հայտարարություն է տարածել Իմ հզոր համայնք կուսակցության Գյումրի համայնքի ավական ու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքի եւ իմացանք յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ, ձեզանից ինձ համար անգին է։ Ես որպես Իմ հզոր համայնք կուսակցության Գյումրու համայնքի ավական ու ցուցակի քաղաքապետի տեխնացու հայտարարում եմ, պատրաստ է մեր ավականների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացու Վարդան Ղուկասյանի օգտին։ Քանի որ առաջադրվելուց ձեզ խոստացել էի
Չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր տեխնացուին։ Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում։ Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է։ Այսինքն, հիշեցնեմ նաև, որ ընտրությունների արդյունքները ամփոփելու ընտրական process-ի անգամ, քվեարկության process-ի սկզբից առաջ, 1-2 օր առաջ Վարդան Ղուկասյանը նույնանման հայտարարություններ արել, ասելով, որ ինքը պատրաստ է իր ձայները տալ այն տեխնացուին, որը ամենաշատ քվեները կստանա գյումրեցիների եւ կրկին, ինչպես մյուս երկու հայտարարությունների դեպքում, Մայր Հայաստանի եւ Իմ հզոր ամայնքի դեպքում ասել էր, որ որևէ ակնկալիք չունի, պաշտոններ չի ակնկալում, իր ավականիները կաջակցենք պաշտպանեն այն տեխնացուին, որը ամենաշատ ձայներն է ստացել։ Հիմա մնում է միայն Մարտուն Գրիգորյանը կամ մեր քաղաքը դաշինքը, այս դաշինքը կարծեմ կազմվել է Երվանդ Թարվերդյանի գլխավորած կուսակցության եւ Արտուր Վանեցյանի գլխավորած կուսակցության համագործակցության արդյունքում։ Եվ քաղաքական պատասխանատվությունը այս դաշինքի կրում են իհարկե այս կուսակցությունները եւ իհարկե նաեւ խորհրդանում որպես ընդդիմադիր հանդես եկող պատիվ ունեմ դաշինքը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի անդամ է Մարտուն Գրիգորյան, այսինքն ազգային ժողովի падգամավոր է հիշեցնել Մարտուն Գրիգորյան։ Այսինքն Հանրապետականը Արտուր Վանեցյանի կուսակցությունը Հանրապետականը քաղաքական սիմվոլիկ գուցե նաև, որովհետև խմբակցության անդամ է, դաշինք չի կազմվել Հանրապետականի կողմից։ Եվ Երվանդ Թարվերդյանի կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն են կրում այս առումով եւ պետք է դերակատարում ունենան, որպեսզի նույնանման հայտարարություն անի նաև Մարտուն Գրիգորյանը։ Իհարկե կան թերահավատներ, ովքեր ասում են, որ Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը անձնական ինչ-որ խնդիրներ ունեն, նախապատմություն կա իրենց միջև միջանձնային կոնֆլիկտի, բայց այստեղ այդ հարցը կարծում եմ պետք է մի կողմ դնել, որովհետեւ չկա որևէ առավել կարևոր բան, քան քաղաքացիական պայմանագրի պարտությունն է Գյումրիում։ Ուրիշ հնարավորություն էլ չկա, որովհետեւ եթե մենք հնարավորություն տանք քաղաքացիական պայմանագրին, կարող է տեխնացուներ ձերբակալվել, ինչ որ ժամանակ տանք իրենց, ավականիներ գողացվեն, ընդդիմադիր շարքերից։ Այս առումով կարծում եմ շատ արագ պետք է նաև ականատեսը լինենք Արտուր Գրիգորյանի կողմից արված հայտարարության եւ կարծում եմ նույնաբովանդակ հայտարարություն պիտի լինի, որ որևէ ակնկալիք չի, որտեղ որ ակնկալիք լինի, այնտեղ գալու է արդեն քննարկումներ, սրա հետ համաձայն չենք, դրա հետ համաձայն չենք։ Այս առումով հետաքրքիր պատկեր է ստեղծվել եւ կարծում եմ այս հետաքրքիր պատկերը նաեւ անհանգստացնող է իշխանության համար, որովհետեւ փաստացիորեն նախ կստեղծվի իրավիճակ, որտեղ ընդդիմադիր դաշտում համագործակցության առիթ կստեղծվի եւ երկրորդ համապետական մեծ ընտրություններից առաջ հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքացիական պայմանագրի պարտությունը կֆիքսվի այն հանգամանքով պայմանավորված, որ այնտեղ կլինի ուրիշ քաղաքական բևեռ ներկայացնող քաղաքապետ։ Իրավիճակը նաև հետաքրքիր է նաև նրանով, որ ըստ էության աշխարհաքաղաքական գոնե հրապարակային այն դիրքորոշումները որ կան եւ նաեւ Հայաստանի ապագայի իմաստով այս բոլոր ընդդիմադիր ուժերը իրարից շատ չպիտի որ տարբերվեն։ Ինչը օրինակ Երևանի ավական ընտրությունների ժամանակ այդ պատկերը չէր, այնտեղ ավելի շատ ընդդիմադիր հանդես եկողներից ավելի շատ հավաքել էր Հայկ Մարությանը, որը միջև այդ եղել էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության շարքերում եւ իր կուսակցության շարքերից քաղաքապետ էր դարձել եւ այնտեղ այսպես ջոկերի դեր տարավ հայախոս Վարդան Ղուկասյանի ոչ Գյումրու քաղաքապետ Դոգի ուժը եւ քվեարկեցին քաղաքացիական պայմանագրի օգտին եւ առաջին հայտներ ներկայացրել Մայր Հայաստանը ստացել երևանցիների 16% աջակցություն, այսինքն ոչ ստանդարտ իրավիճակ էր։ Այստեղ շատ ավելի հանգիստ իրավիճակ է Գյումրիում
եւ շատ ավելի հարթվող խնդիրներ կան տեխնացուների գաղափարական իմաստով կամ ազգային իմաստով, քան կար այն ժամանակ։ Եվ չկա իմ համոզմամբ, չկա ջոկեր, այսինքն չկա դոգի կուսակցությունը։ Ես չնայած թերահավատների կարծիքներին չեմ կարծում, որ Մարտուն Գրիգորյանը պատրաստ է գնալ այդ ճանապարհով, չեմ կարծում նաև մտքով է անցկացնում, որովհետև այն ուժը, որը այս կամ այն քայլով կստեղծի իրավիճակ, որը կաջակցի քաղաքացիական պայմանագրին, իր համար ապագա քաղաքական process-ներում մասնակցության ճանապարհը արդեն ավարտված կլինի, փակ կլինի դուռը, եւ ես չեմ կարծում, որ այս ուժերից որևէ մեկը մասնակցել է Գյումրու ընտրություններին, որպեսզի հենց Գյումրու ընտրությունների ավարտով էլ իր քաղաքական կարիերան ավարտվի։ Ավարտելով այսօրվա թողարկումը արձանագրենք, որ այո, շատ հետաքրքիր պատկեր է ստացվել, քաղաքացիական պայմանագիրը պարտվեց։ Մի կարևոր արձանագրում էլ, որը կարծում եմ արժի անել, նախընտրական միասնականության կողմնակիցների նաև թեզերը ջարդվեցին, որովհետև ես կարծում եմ շատ դժվար էր պատկերացնել 50+1% հավաքում, եթե այս բոլոր տեխնացուները նախ դժվար էր բոլորի ամբիցիաները մեկտեղել, այսինքն բոլորի ամբիցիաները մեկտեղել եւ մեկին առաջադրել առաջին համար, սա մեկ, նաև տարբերություններ կան, հակասություններ, ինչպես տեսնում եք։ Եվ երկրորդ, ես չեմ կարծում, որ այս ուժին ընտրողը պատրաստ էր միասնական մի տեխնացուի ընտրել, այս կամ այն ուժին ընտրողը։ Այս իրավիճակը ցույց տվեց, որ այո, հնարավոր է ընտրությունների մասնակցել տարբեր ուժերով, բայց հետընտրական կոալիցիաների ձևավորմամբ կարելի է իշխանությանը տանել պարտության այդ հնարավորությունն էլ կա։ Այսինքն ընտրությունների քաղաքական process-ների տարբեր ուժերով, տարբեր ճակատներով մասնակցելը ամենևին չի նշանակում, որ երաշխավորված վատ արդյունք է լինելու։ Ավելին ապացուցեց, որ երաշխավորված լավ արդյունք կարող է լինել, հատկապես երբ որ տեխնատուները լավ են աշխատում։ Այսքանը այսօրվա համար հարգելի հեռուստադիտողներ, մենք օրվա ընթացքում իհարկե կհետևենք իրադարձություններին, ես ել եմ կրկնում, չեմ կարծում, որ այն թերահավատները, ովքեր մտածում են, որ գուցե մտավախություն ունեն, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքը կարող է այլ կերպ իրեն դրսևորել, ես կարծում եմ օրվա ընթացքում մարդիկ կտեսնեն, որ սխալվեցին իրենց կարծիքում, իսկ եթե չսխալվեն, արդեն ոնց որ ասած, ոնց որ կասեր Վարդան Ղուկասյանը, Աստված պահյա եւ պահպանյա Մարտուն Գրիգորյանին եւ իրեն աջակցող քաղաքական ուժերին։ Տեսություն կհանդիպենք։